Կողմ 65-0 ձեռնպատ 10 որոշում ընդունվել է։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախագծով Հայաստանում ներդրվելու է կենսաչափական նոր համակարգ, որը կառավարության գնահատմամբ կարևոր քայլ է թե պետական ծառայությունների թվայնացման, թե Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի համար։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Եվրամիությունից արդեն ստացվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացի առաջին զեկույցը, որտեղ հատուկ անդրադարձ կա հենց այս օրենքին։ Նրա խոսքով օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն համակարգված ձևով կազմակերպել կենսաչափական համակարգի ներդրման բոլոր ընթացակարգերը։ Օրենքի համաձայն 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ 6-ից 16 տարեկաների դեպքում քարտը կտրամադրվի կամավոր սկզբունքով, իսկ մինչև 6 տարեկան երեխաների համար անձը հաստատող փաստաթուղթ կհամարվի ծննդյան վկայականը։ Նախարարը նաև ընդգծել է, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը համապատասխանեցվելու են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO 9303 ստանդարտին։ Ամրագրել ենք, որ նաև օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը պիտի պարունակեն կենսաչափական տվյալներ, թեև օրենսդրությունը այսպիսի հնարավորություն տալիս էր, բայց գործառնական որևէ քայլ չունեինք այս տեսանկյունից։ Արփինե Սարգսյանի խոսքով կենսաչափական համակարգի ներդրումն իրականացվելու է պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով, սակայն պետությունը պահպանելու է որոշումների կայացման ամբողջական վերահսկողությունը։ Մասնավորը որևէ գործողություն, անգործություն կամ որևէ այլ քարք չի կարող կատարել, որը փաստական հետևանքներ է առաջացնելու մեր քաղաքացիների համար։ Նախարարը ընդգծել է նաև, որ նոր համակարգը խթանելու է կառավարության թվայնացման քաղաքականությունը։ Նրա խոսքով ներկայում գործող համակարգը տարիներ շարունակ չի արդիականացվել, ինչը դանդաղեցնում է տարբեր թվային լուծումների ներդրումը։ Կառավարությունը ակնկալում է, որ արդեն 2026 թվականի աշնանը Հայաստանը կունենա ամբողջությամբ նոր կենսաչափական համակարգ, ինչը թույլ կտա արագացնել պետական ծառայությունների թվայնացման գործընթացը։